որ ժողովրդի մեջ Միտումնավոր ուղևորի եւ վարորդի միջեւ կոնֆլիկտ արարում, հասարակման այդ ռեյտինգ կոչեցյալը, ես անմիջապես, ես կոնկրետ ես 100 անգամ նամակը որ, ասա եթե խնդիր ալում պատվեր այդ կախված, մտում աջակցություն, ծառայություն, գոյություն ունի տեխնիկական աջակցություն, նման բան կա, նամակ ես գրում, որ նման խնդիր կա, ինք այդ խնդիրը չի լուծում, 2-3 անգամ ես գրում, ինքը վարորդի ռեյտինգը իջացնում է, բարդում է ուղևորի վրա, ասում է, գրում եմ ես կի ռեյտինգս իջավ, ասում է ուղևորն է վատ գնարդ է, դոսարի կա շանվորդի, են որ սաս կոպիտ է, դու կակնում ես կստես ուղևորի վրա, խыз ակտնում ես ուղևորի, այդ ուղևորը իմ թողնիկս է, իմ աղջիկս է, իմ հորողպորս աղջիկն է, իմ ընտանիքի անդամն է, մեր երկուսին ակցրել է իրա, մեր ուղևոր վարորդ, ինքը արանքում իրա գործը առաջ է տանում, ու ես ամենը մեր երկրի ղեկավարությունը չի տեսնում, կույրացել է, ոնց է այս մարդը ստորացնում մեզ բոլորի սողովորին էր, վարորդին էր, նույնը նստեք ինչ եմ ասում, 1000 հատ պատվեր եղել ընդունել եմ 3000 դրամ արժեքով, տեսել եմ ստեղծել իս պատվերի գինը եղել է 3000 դրամ, ակետ բեկետ նշված է եղել, պատվեր ընդունում եմ, գնում եմ ուղևորին վերցնում եմ շատ լավ, բարապյուր ձևով հասցնում եմ, տեղ շնորհակալություն ասում եմ, ավարտ եմ տալիս, տեսնում եմ պատվերից արժեքը դառել է 2400 դրամ, ինչու, հարց, միած 600 դրամը տեղից ուր կորչեց, միատ է ձեր հետ 25% տուրքեն եք տանում ինձանից, ինչ մնաց տակը, լինում են նայեք այսպիսի դեր, ուղևորին մոտ պատվիրում է, ուղևորի մոտ ցուցատալի 3000 դրամ, վարորդի մոտ 2400 դրամ, ուրեմն սա ուղևորը հանում է 3000 դրամ է վճարում, ասում է այ բալաջան 2400 դրամ է գրված, վայ ասում է, հետո բայց նայում է իր մոտ 3000 է, լալի 3000 է, բայց իմ մոտ 2400 է, այս ոնց է տենցելնում, այս ոնց է տենցելնում, պայմանավորում դուք, ինչի է դա, ծրագրի հետ է կախված, ասել ծրագիր հասկացողություն գոյություն չի, որի դիմաց մեզանից փող են գանձում, այդ տեխնիկական աջակցման աշխատակիցներն էլ հավելյալ բեռ են սարքել վարորդների վրա, ինչի համար են մեզանից տոկոս պահում իրաց աշխատավարձ տալի, երբ որ վարորդի ոչ մի խնդիր չեն լուծում, թող մի հատ վարորդ ասի տեխնիկական աջակցման աշխատակիցը մի հատ խնդիր լուծել է, լավագույն դեպքում քեզ պրոմոկոդ է տալ, այդ պրոմոկոդը ինչ անեմ ես արա, պրոմոկոդը ստանում եմ գործակցում եմ, վաղ պատվեր չեմ ստանում։ Գրասենյակը Հայաստանում ինչու փակվեց։ Չունենք փախան, ունենք զորապմեկում ունեինք, խնդիրները շատ են լինում, գլուխներն առան փախան։ Այս տեխնիկական աջակցման ծառայությունը ստեղծել են, վարորդի խնդիրները այդտեղ կասեցնում են, որ առաջիկա գլխացավանք չլինի։ Դրանք մեր տանջանքից գումար են ստանում ու մեր խնդիրները կասեցնում են։ Չթողնում առաջ գնա վերևները, որ տեսնեն հասկանան դեպ խնդիր կա։ Ում պետք է տեխնիկական աջակցություն կոչեցալները, կլեն մեր երեխեքը ուզում հալեն այդ աշխատողները, եթե իմ աշխատանքից քեզ վճարում են, դու իմ համար ոչ մի բան չես ստանում, դու ով ես, ինչից ես պետք, պրոմոկոդը որ տալիս ես ստանում, ինչ անեմ, այդ պրոմոկոդը ցույցի բան է, որտեղ եք օգտագործում այդ պրոմոկոդը։ Այդ պրոմոկոդը տալիս է երկու տեսակի ազգալ, հինգ ժամանոց պրոմոկոդ է տալի, որոդի ակտիվությունը, առանձնահերթությունը բարձրանում է շատ պատվեր կստանաց, լրիվ հակառակ է գործում, գործակցում ես վաղճը չես ստանում, առանց գործակցելու կստանա 3-4 հատ, զավճը չես ստանում, սուտի, և կա ասեն 3 ժամ պրոմոկոդ, որ տոկոսը քիչ է լինում, այդ պրոմոկոդը քեզ տալու համար, դու պետք է Գերագույն խորհրդի պատգամավորներին դիմես, իրանք էլ դիմեն այդ աջակցման աշխատակցին, որ ընդ այդպիսի պրոմոկոդ է։ Այդ կարգից անդրվեց շարա, այդ ձեր միլիարդները թալանում աշխատում եք, ձեր վրա երևում է 2 կոպեկ է, այդ սոված ծառա վարորդի վրա չի երևում, այդ 2 կոպեկ արա։ Այս ով եք դուք։ Բաբշե, ով եք դուք արա, ով է ձեր ցույց տվել, որ գաք ես ջերգրում։ Չէ, իշխանության գալը ասում էր արագաչափերը հեռացնելու են, բայց վարորդները խորացե թեմաների մեջ, մերնջան, իմ խտիրը ես Yandex-ն է, կոնկրետ Yandex-ն է, ես օնլայն տաքսին է, ես 30 տարի տաքս եմ քշում, 30 տարի ընտանիքս պահել եմ տաքսի քշելով, 30 տարի առաջել են 100 դրամ, հիմա էլ 100 դրամ, մուտի տնարը խաղեր են տվել 85 դրամ կիլոմետր, 15 դրամ ռոպեն, չգիտեմ, ինչի դոկում բերել 100 դրամը սարք է,
Հələ 30 տարի առաջ 100 դրամը փող արժեր, 100-500 դրամը փող էր աշխատում, երկու տոպրակ սննդող տուներ գնում արա։ Հիմի վայտ արդում, հիմա ավտոյի զանճաստը թանգացել է, ավտոյի ոչ եմ ամեն ինչը թանգացել է, կյանքը թանգացել է, բարտացել է, սնունդը ամեն ինչ թանգացել է, այս Yandex-ի գինը մնացել է նույնը։ Ես չեմ ասում գինը թող բարձրացնի, թող տոկոսա դրույթը իջացնի, դրանով կոմպենսացնի մեր գումարը, որպեսզի մենք գումար ունենք, ես դեմ եմ թանկացմանը։ Գրուպի ասած 25, եթե մոյ ռայոն կոչված ծրագիրը եթե օգտագործես պլյուս 9%, դառնում է 34։ Եթե այդ չես օգտագործում, այդ մոյ ռայոն ծրագիր, պատվեր չես ստանում բալաջան։ Ասում է ավելալ տոկոս տուր քեզ պատվեր, բայց այդ մոյ ռայոնն է։ Դա ինչ էր ներկայացնում գումարամասը։ Ասում է ես եմ տերը ոնց ուզում եմ ծանը ուզում ես ուզում քեզ ումիդին։ Ես էլ իրան եմ ասում իջի ես երկրից։ Շրջաններ եք նշում, ասենք չեք ուզում իջնել կենտրոն, նշում եք օրինակ Աջափնյակ Դավիթ Հաշեն, ինքը տալիս է մենակ այդ տարածքի պատվերներ, ուրիշտեղ չի դնում, դրա համար ավելալ տոկոս է վերցնում։ Մեկից մինչև 9%, երկու շրջանը 9% է, ինչքան շատ է կանում, ինքը տոկոսը իջ հավելում։ Ու որ չմիացնես պատվեր չի տալի հիմնական։ Ոնց որ ավել փող է տալի, ինքը իրան ավելի ձեռնտու է որում։ Դա լավագույն 20,000 դրամ ընդհանուր պետք է աշխատել, որ 6,000 տանի։ Այդ 20,000 դրամ աշխատելու համար 14-ից 15 ժամ անձի պետք որ աշխատել։ Այդքան աշխատեմ, 15 ժամ աշխատացել եմ ու գամ քեզի որպես ուղևոր վերցնեմ, ռուլին քնեմ տանեմ գլուխը տուտեմ, հայ բալաջան։ Կլնի, եթե ազնիվ կլնի։ Այսօր ով ասենք 8-ից 9 ժամից ավել աշխատում։ Վարորդի աշխատանքը գիտես չկա վտանգավոր։ Փորձանքը աչքի առաջ մարդը աշխատում։ Գրասենյակային աշխատակիցները իրաց գրիչը ձեռը, խոսքի գումար են վաստակում, անվտանգ նստած են եղել, բայց մենք վտանգը ամեն րոպե մեր աչքի առաջ է, մարդ կարած գցես ավտոյի տակ, մեքենա կարած վտարի ենթարկես ու վավշե դու խորանաս գնաս բերթերը, հետո ինչ դառնա, ով է հաշվի առնում մեր աշխատանքը, ով է բանի տեղ դնում վավշե մեզ։ Եթե սեփական երկրի իշխանությունը ամեն ինչ տեսնում է աշխա փակում, ինձ եթե ամենայտակտուր հարցը նշանակում է մի բան այն չի։ Ոք սեփական ժողովրդին եկել ավտար երկրացին ստորացնում է, մեկ, թալանում է երկուս, ու դու չես տեսնում, կույր ես, հա։ Կույրացել ես, աղբեր, ինչն է քեզ կույրացել, ասա իմանանք, սաղս իմանանք։ Եթե չես կույրացես, հարցի լուծում տուր։ Ներողություն, իսկ նշեցիք, որ 20,000 դրամից միայն 6,000 դրամն եք տուն տանում։ Դա կախված է օրինակ կանխիկ վճարումից կամ Իհարկե, այ բալաջան, իհարկե։ Դե ես ճիշտ է չնչինա տարբերություն, այդ Թուրքիի հետ կախված է այդ 4.5 նույնի, այնտեղ սենց է, եթե կանխիկ է 5%, եթե ոչ կանխիկ 4.5%։ Բայց իստոգում է վարորդը մեղք չունի, եթե դու որոշել ես, որից պետք է վճարել, դու ուղևորն ես վարորդն։ Եթե դու որոշել ես, անկախ է, խոսքի կանխիկով վճարես, ես պետք է ասեք խոսքի դուժվի, դու ես փող տվողը։ Պիտի վարորդը դրանից դուժի, կանխիկա տան կանխիկա, ուղևորը որոշել է կանխիկ եմ տալիս։ Դրանից պիտի վարորդը դուժի։ Ձեզանից բոլորից հետ անչափ շնորհակալ ենք։ Լուսաբանեք, տարածեք, թող ժողովուրդն էլ ամեն ինչն էլ սաղ ինֆորմացված չի իմանա։ Այսօր մեր հույսն ու հավատը լուրջ եմ ասում, սաղ ընդհանուր է երկիրը ոտի կայնացնելու ձեր ժուրնալիստներն են, արդար, նորմալ ժուրնալիստները։ Հիմա մյուս անգամ գա։ Մի խոսքով, այսինքն վստահ եք, որ խնդիրը չի լուծվելու երկրորդ անգամ։ Դու երրորդ էլ այլ բալաջես երկրում գիտես խնդիր եղել է, որ մի հատ ցայնը բարձրացես ու այդ խնդիրը 3 տարի այս կառավարությունը մեզ անտեսում է։ 3 տարի պայքարում ենք, այս ներքևը, այս կողքը հավաքվում ենք, բողոքի ցայնն ենք բարձրացում, մեզի ոչ մեկ չի նկատում։ Մեզի դերել են 4-րդ սորտի տեղ մարդ, մենք ձեզ կծնենք 4-րդ սորտի տեղ մարդ։ Այս ընտրությունների բաց կասենք 4-րդ սորտը ով է, այ գեղացի։ Գյուղացի չէ, գեղացի ասեցի։ Չէ, մինչև ժամը քայցն է ստորագրի հավաքնվելու։ Այսօր դե որոշել ենք մինչև 15:00։ Պետք է վաղն էլ ստորագրավակ լինի, մյուս օրն է։ Երկու օր տևել է ընդհանուր։ Չէ, մարզերում էլ նույն ստորագրահավաքը